Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է, այսօր 28 հոկտեմբերի օրը երեքշաբթի, բարի երեկո։ Պետություն համայնք համաֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Գավառ համայնքի Կարմիր գյուղ բնակավայրի Հունան Ավետիսյան փողոցը, այժմ ընթանում են ասֆալտի հիմնական շերտի տեղադրման աշխատանքները։ Գավառ համայնքի Կարմիր գյուղ բնակավայրի Հունան Ավետիսյան փողոցում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։ Արդեն կատարվել են հին շերտի քանդման, հողահարթեցման և ներքին ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները, այժմ միաժամանակ ընթանում են խճալցում և ասֆալտապատում։ Կարմիր գյուղի Հունան Ավետիսյան փողոցի երկարությունը կազմում է 1264 մետր։ Կատարվել են 866 գծամետր ներքին ջրահեռացման աշխատանքներ, 4400 քառակուսի մետր ավազը և խիճը տեղադրվել են, այսօր տեսնում եք կատարվում են արդեն այդ հատվածում ասֆալտապատման աշխատանքները։ Հունան Ավետիսյան փողոցի բնակիչները դժվարանում են հիշել, փողոցը երբևէ հիմնանորոգվել է, թե ոչ։ Փոխարենը շատ ոգևորված են կատարված աշխատանքներով և անհամբեր սպասում են դրանց ավարտին։ Հիմա որ տեսնում եմ կայացավալ աշխատանքը, որոնք եւ բարեկարգում են եւ լայնացնում են փողոցները եւ գեղեցիկ են եւ մեր կյանքի որակն են փոխում եւ կա ոգևորություն եւ շնորհակալական խոսքի կարիք կա, կարծում եմ հիմա։ Շնորհակալություն այն բոլոր կազմակերպություններին եւ աշխատողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեր կյանքը բարելավեն եւ մենք ապրենք արժանապատիվ ձևով։ Նախագծով նախատեսված ավազակոպչային շերտի եւ խճի շերտի հաստությունը եւ ասֆալտի հաստությունը որակը բավարարում է, որ այն երկար տարիներ ծառայի մեր ժողովրդին։ Փողոցը հիմնանորոգվում է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով, պետություն համայնք համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը 160 միլիոն դրամ է, որը համամասնաբար տրամադրվելու է պետական եւ համայնքի բյուջեներից։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Հանրային ոլորտի ներկայացուցիչների համար ստեղծել միջավայր քննարկելու և կատարելագործելու հաղորդակցման հմտությունները։ Ռեստարտ Գավառ երիտասարդական հասարակական կազմակերպությունում անդրադարձել են ոչ բռնի հաղորդակցության, կոնֆլիկտների կառավարման և հուզական ինտելեկտի թեմաներին։ Հաղորդակցության և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման իրենց հմտություններն են զարգացնում Գեղարքունիքի մարզի կրթական հաստատությունների մանկավարժները և թեմայով հետաքրքրված այլ մասնագետներ։ Երկօրյա աշխատարանի ընթացքում նրանք ուսումնասիրում են ոչ բռնի հաղորդակցության, հուզական ինտելեկտի և խաղաղաշինության սկզբունքները։ Կարևոր ենք համարում այս միջոցառման կայացումը Գավառ քաղաքում, որը կնպաստի նաև այն մարդկանց, ովքեր որոշակի դերակատարումներ ունեն համայնքներում և ուսումնական հաստատություններում, նրանք կունենան այդ հաղորդակցության հնարավորությունը և կզարգացնեն մի շարք հմտություններ այդ քննարկումների միջոցով։ Դպրոցում, համայնքում, նաև ընտանիքներում հաճախ հանդիպում ենք տարաձայնությունների, նույնիսկ մեր կամքից անկախ հայտնվում ենք որոշակի կոնֆլիկտային իրավիճակներում և այն է, թե ինչպես պետք է դուրս գանք հենց մեր պատասխանատվությունն է։ Աշխատարանը կառուցում են մասնակիցների անձնական օրինակների վերլուծությամբ, նշում հաղորդակցության մեջ տեղ գտնող բաց թողումներն ու դրանք շտկելու քայլերը։ Արդյունավետ հաղորդակցությունը պայմանավորված է մեր հարցադրումներով և խոսույթով, շեշտում է դասընթացավարը, լսարանին ներգրավելով ինտերակտիվ խաղի մեջ։ Այնպես չի, որ մենք հաղորդակցության հետ խնդիրներ ունենք կամ չենք հաղորդակցվում, միմյանց հետ, ուղղակի շատ կարևոր է նաև հասկանալ ինչպես դա ճիշտ անել, որովհետև շատ ժամանակ մենք չենք կարողանում ճիշտ արտահայտվել կամ ճիշտ հասկանալ դիմացինին, դրանից շատ հարցեր են բխում և խնդիրներ։ Եթե չշտկենք դա, երևի մեր հասարակությունը առաջ չի գնա։ Ինձ համար հուզական ինտելեկտը դա նա է, եւ դու կարողանում ես ճանաչել քո զգացմունքները, եւ դա ճանաչելով կարողանում ես ավելի ամուր դարձնել ու կայուն դարձնել քո հուզական ինտելեկտը, որը պաշտպանված կլինի տարբեր տեսակի հարձակումներից, մանիպուլյացիաներից ու ոչ միայն մեզ համար, այլ նաև դիմացինի համար, որպեսզի կարողանանք ընկալել ու հասկանալ դիմացինի զգացմունքները, հարգել դրանք։ Կարողությունների զարգացման աշխատարանը Ռեստարտ Գավառն իրականացնում է պրոֆեսիոնալ մեդիան և քաղաքասարակությունը միավորում են ուժերը հանուն երկխոսության ծրագրով։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում ամենայն բարիք։